Բարի լույս, բարի օր, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, բոլորիդ մաղթում եմ եղեք առողջ և օրհնված, սիրելիներս, ես դրեցի ինձ համար մի բաժակ կոֆե, եթե դուք ցանկություն ունեք դրեք, միասին մի փոքր զրույցենք, նոր կանցնենք ամեն օրվա գործերի, պատրաստենք, կլվանանք, կմաքրենք, բոլոր գործերը հերթով, կարգով կանենք։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր որոշել եմ պատրաստել հավի մսով ջրալի ապուր։ Բայց մինչ պատրաստելը ուզում եմ ձեզ իմ շնորհակալական խոսքը հայտնել։ Շնորհակալ եմ ձեզանից բոլորիցդ մեկ առ մեկ, որ գնահատում եք իմ աշխատանքները, որ հավանում եք իմ պատրաստածները, ձեր ջերմ բարի մաղթանքների համար, ջերմ խոսքերի համար, անչափ շնորհակալ եմ, Աստված առատորեն օրհնի ձեզ։ Եվ ուզում եմ մի գրառման անդրադառնալ, երեկ չէ առաջ օրը տեղադրել էի հոլովակ, այդ հոլովակի գրառման բաժնում գրել էր Նինա Հարությունյանը։ Հիշում եք, որ դեղին ծիծակի թթու էի դրել, իրոք ստացվել է ընտիր։ Ես ձեզ ցույց կտամ, որ կհամոզվեք, չի ուռել, չի բարձրացել, ոնց պատրաստել եմ, այդպես էլ մնացել է, արդեն կլինի երևի համարյա թե 1 ամիս։ Նինա Հարությունյանս գրել էր. շնորհակալություն տիկին Մարինե, թթվի ծիծակի, թթվի բաղադրատոմսի համար, տեսա ձեր դրած դեղին ծիծակի թթուն, գնացի շուկայից գնեցի, բերեցի, պատրաստեցի, ստացվեց ընտիր, շնորհակալ եմ ճիշտ բաղադրատոմսի համար։ Ժողովուրդ ջան, հենց այդպես է գրել է, ժողովուրդ ջան, վստահեք տիկին Մարինեին, շնորհակալ եմ տիկին Նինա Հարությունյան ջան, շատ ուրախ եմ և հոգիս ուրախանում է, փառավորվում է, որ իմ պատրաստած բաղադրատոմսով պատրաստել եք և ստացվել է ընտիր, կրկին անգամ համբուրում եմ ձեզ բոլորիդ, իմ հարազատներ, բարեկամներ։ Սիրելիներս, ես ինչ գիտեմ, դա էլ փոխանցում եմ ձեզ, ոչ մի տեղից չեմ նայում, քավլիցի, ինչ սովորել եմ, մայրիկիցս, կիսուրիցս, մեծերից, հորաքրոջիցս, դա էլ ձեզ եմ ի սրտե փոխանցում, այսքանը կարող եմ ասել։ Շնորհակալություն Նինա ջան, շնորհակալ եմ անչափ անսահման։ Հիմա խմեմ, վերջացնեմ, անցնեմ խոհանոց ապուրը պատրաստելու։ Շատ ուրախ եմ, սիրելիներս, այսօր տրամադրությունս բարձր, լավ եմ։ Խմեցի, լավ արեցի, դուք էլ եթե խմեցիք ինձ հետ միասին անուշներդ լինի, հիմա գնամ խոհանոց, արդեն սկսեմ ապուրը պատրաստել։ Ձեզ լավ օր եմ մաղթում, սիրելիներս, միշտ տրամադրությունները թող բարձր լինի։ Հավի միսը լվանամ լավ, դնեմ եփելու։ Պատրաստում եմ իսկական աշնան եղանակին ապուր, վերմիշիլով մի համեղ ապուր։ Սիրելիներս, հավի մսով և մանր վերմիշիլով ապուրը շատ սիրում են ընտանիքիս անդամները։ Կարծեմ բոլորիս ընտանիքներում էլ այս ապուրը սիրված ճաշատեսակ է։ Համ դիետիկ, հիվանդիկ ճաշ ոնց որ լինի։ Օրինակ ես որ հիվանդանում եմ, կամ վերմիշիլով ապուր է սիրտս ուզում, կամ էլ հիշում եմ մայրիկս էլ էր, ջուրը եռում էր, վերմիշիլը լցնում էր մեջը, մի փոքր էլ կարագ ու աղ։ Մինչև հիմա այդ մանկության ճաշի համը բերանս է,
որ հիվանդանում եմ, միշտ սիրտս ուզում է։ Հիմա ջուրը լցնեմ, դնեմ գազօջախին եփելու։ Միշտ ցանկություն ունեմ, որ կամ բրինձը հենց առանց որևիցե կանաչի, կարտոֆիլով, միայն անգույն բրինձը կամ էլ անգույն վերմիշիլը ջրի հետ էփեն եւ վայելեմ։ Այդ հիվանդության ժամանակ սիրտս ուզում է։ Հիմա գազօջախը կվառեմ, միսը կդնեմ, թող եփի։ Միսա եփված է, կացայի մեջ դրել եմ մի կտոր կարագ, գազօջախը վառեմ։ Հիմա կսկսեմ մանրացնել սոխը։ Մանրացնում եմ, ինչպես միշտ մանրացնում եմ ապուրների համար։ Մեր ճաշի բաղադրիչներն են սոխ, կարտոֆիլ, կարմիր աղացած քաղցր պղպեղ, տոմատ չեմ օգտագործելու այսօր, միայն պատրաստելու եմ կարմիր պղպեղով աղացած, չորացրած ռեհան եւ ծիտրոն եմ օգտագործելու, մանր վերմիշիլ, 2 հատ էլ կծու պղպեղ։ Ահա բաղադրիչները։ Հիմա մանրացնեմ, արդեն հալվել է, ես էլ մանրացրեցի, վերջացրեցի, պետք է պատրաստեմ սոխ առած։ Կարմիր մեր հողամասից համով սոխն եմ կտրատել, որ կծու չի, շատ համեղ սոխ է, իսկական սալատ պատրաստելու սոխ։ Մի օր կպատրաստեմ սալատ, ձեզ էլ ցույց կտամ, աղցան։ Մինչ կկարմրի, թափանցիկ կդառնա, օй այս դանակը չի կտրի, մի հատ մեծը վերցնեմ, կարտոֆիլը կտրատեմ։ Մեծ է եւ դժվարությամբ եմ կտրում։ Բաժանում եմ մասերի։ Այս մասը մի փոքր սևացած է։ Փոքր դանակ վերցրեցի, փոխեցի նորից։ Այսպես։ Միջինը մի քիչ սևացած էր։ Մանրացնում եմ, ոչ շատ խոշոր, ոչ էլ մանր։ Կարտոֆիլը վերջացրեցի, հիմա սոխին ավելացնում եմ կարմիր պղպեղ, ասեցի չէ, որ միայն կարմիր պղպեղով եմ պատրաստելու սոխառածը։ Հիմա սոխառածի վրա կավելացնեմ չորացրած ռեհանը եւ ծիտրոնը։ Նորից մի լավ կխառնեմ, կավելացնեմ կարտոֆիլը։ Կարտոֆիլն էլ խառնեմ։ Կարտոֆիլի վրա ավելացնում եմ մսի արգանակ։ Արգանակը լցնելուց հետո բերանը ծածկեմ, թող կարտոֆիլը մի քիչ եփի, նոր կավելացնեմ միս։
Կարտոֆիլը մի փոքր եփեց, ավելացնում եմ միսը։ Հիմա պետք է ապուրին ավելացնեմ աղ։ Կխառնեմ, սա դեռ բավական է։ Կհամտեսեմ, նոր հարկ լինի կավելացնեմ աղ։ Աղը լավ է, չեմ ավելացնի աղ, մի քիչ կմարմանդ կանեմ կրակը և կխառնեմ։ Այս երկու կարտոֆիլն էլ մեծ ճզմեմ։ Ես մեծ կարտոֆիլ եմ միշտ դնում ապուրների մեջ, հետո տրորում եմ, ավելի համեղ է և ավելի թանձր է ստացվում։ Խառնեմ, ավելացնեմ լվացած երկու պղպեղ, մեկը քաղցր կարմիրը, մեկն էլ դեղին թեթև կծու, ծածկեմ թող։ Հիմա ապուրին պետք է ավելացնեմ վերմիշիլ։ Սիրելի տնային տնտեսուհիներ ջան, գիտեմ ամեն մեկս ունենք մեր պատրաստման տարբերակը։ Այսօր ցանկացա կիսվել և սիրով պատրաստել իմ տարբերակը և ձեզ ցույց տալ։ Ստացվեց, սիրելիներս, համեղ, ախորժալի և անուշ բույրով ապուր։ Բարի ախորժակ մեզ բոլորիս, ձեզ էլ բարի հաճելի դիտում։ Սիրելիներս, պատրաստեցի, վերջացրեցի համեղ անուշ վերմիշիլով ապուրը։ Հիմա լվանում եմ կաթսան, լվացել եմ գդալները, կաթսան էլ կափարիչով կլվանամ, կչորացնեմ, կտեղավորեմ, հետո գազօջախը կմաքրեմ, շուրջ բոլորս կլվանամ, կմաքրեմ, կպլպլացնեմ։ Ես միշտ սիրել եմ կոկիկություն, մաքրություն, եթե գործ ես անում, պետք է անես մաքուր կոկիկ, որ երկրորդ անգամ նույն գործը չանես։ Հայաստան ապրելու ժամանակ, որ դեռ ծորակ չունեինք մեր բակում, դրսից ծորակից էինք օգտվում, այդ ժամանակ էլ միշտ իմ կաթսաները մաքուր են եղել, կով ենք պահել, կաթ ենք կթել, մածուն ենք մերել, կաթսաներս միշտ մաքուր, պլպլում էր, արևի տակ դնում էի, փայլում էր կաթսաներս, ինչ եմ ուզում ասեմ, մաքրությունը դրախտից է եկել, սիրելիներս։ Իսկ հիմա սա էլ վերջացրեցի, մի հատ էլ ողողեմ, դնեմ չորանա, այսպես քանվի, ոչ թե չորանա, մինչև կափարիչը կլվանամ, ես ինքս կչորացնեմ, կտեղավորեմ, նոր կանցնեմ մնացած գործին։ Ձեզ սիրով մինչև վերջ ցույց կտամ, սիրելիներս։ Եվ Մարինեիս էլ եմ սովորեցնում, եթե Մարինե ջան գործ ես անում, տեղը տեղին շատ մաքուր, տեղը տեղին գործ է անում իմ Մարինկաս, սիրելիներս, ուսման մեջ Մարինեիս հաջողություն մաղթենք, շատ լավ սովորում է իմ աղջնակը, շատ գոհ են թե ուսուցիչները, թե մենք բոլորս ընտանիքով։ Հիմա չորացնեմ, տեղավորեմ։ Ձեզ ցույց եմ տալի ճաշը պատրաստ,
լվացած, պլպլացրած մաքուր խոհանոց, գեղեցիկ։ Սիրելիներս, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ դիտումների և մեկնաբանությունների համար։ Նորեկներ ջան, եթե չեք բաժանորդագրվել, բաժանորդագրվեք, սեղմեք հավանելու կոճակը և դրեք լայք։ Սիրում եմ ձեզ բոլորիդ, իմ լավ բարեկամներ, եղեք առողջ և օրհնված, ցտեսություն, մինչ նոր հոլովով։